4-րդ դաս պնևմատոլոգիա Սուրբ Հոգու մասին գիտություն 4-րդ դասի վերնագիրն է Սուրբ Հոգու պարգևները այսօր խոսելու ենք Սուրբ Հոգու պարգևների մասին եւ կարծում եմ որ հրաշալի դաս ենք ունենալու ես հիշեմ դնեմ իմ վարքյանաչափը որպեսզի ճիշտ ժամանակին հիշում եք, չէ, հոգևոր վարժանքների դասը, ես որոշել եմ վարժեցնեմ ինձ, որ 45 րոպեից շատ չտևի դասը եւ փորձենք տեղավորվել։ Հիշում ենք Սուրբ Հոգին Տեր Հիսուսը ասեց. «Լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե ես չգնամ, Սուրբ Հոգին չի գա, այսինքն ես գնամ, որ ուղարկեմ ձեզ համար մխիթարիչը, մխիթարիչ Պարակլետոս բառն է հունարեն բնագրում, որը ավելին է նշանակում, քան միայն մխիթարել։ Հիշում եք, ավելի շատ մարզիչ իմաստ ունի, որ ինքը միշտ մեր կողքին է, մեզ ուժ տալու, մեզ օգնելու, մեզ քաջալերելու, նաև մխիթարելու, նաև զորացնելու համար, ինքը միշտ մեզ հետ է։ Եվ նաև Աստվածաշունչը ասում է, որ ինքը Սուրբ Հոգին, ինչու եմ ասում ինքը, որովհետև մեր դասերի մեջ անդրադարձել ենք նրան, որ Սուրբ Հոգին անձնավորություն է, Աստված, Աստվածային երրորդության, Սուրբ երրորդության անձերից մեկը, եւ անձնավորություն լինելով իր հետ մենք ունենք հաղորդակցություն, եւ ինքը նաև բնակվում է մեր մեջ, ներբնակության մասին էլ ենք խոսել, թեև առանձին դաս կլինի այս առումով Սուրբ Հոգով լցվելու մասին, բայց այսօր ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգին նաև պարգևներ է շնորհում։ Այդպես է գրված Աստվածաշնչում, որ երբ որ մարդը ապաշխարում է եւ դառնում Քրիստոսի եկեղեցու անդամ, Աստվածաշունչը դա համեմատում է մարմնի մեկ անդամ լինելու հետ։ Այսինքն այդպիսի մարդ չկա, որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունի, այսինքն փրկություն ընդունի, դառնա եկեղեցու անդամ եւ ինչ որ բան չանի։ Ոնց որ քո մարմնի մեջ չկա այդպիսի բջիջ անգամ չկա, որ ոչ մի բան չանի, ամեն մեկը մի դեր ունի։ Անգամ այն շատ քիչ օգտագործվող անդամները իրենց կարևորագույն դեր ունեն։ Կան կենսականորեն անհրաժեշտ, ասենք սիրտը հնարավոր չի հեռացնել, ասենք ճկուտը հնարավոր է հեռացնել, բայց դա չի նշանակում, որ ճկույտը կարևոր չի, կարող է սրտի պես կարևոր չի, բայց ճկույտն էլ է կարևոր։ Այդպես ամեն հավատացյալ, ամեն մարդ, ով իրեն համարում է Քրիստոսի եկեղեցու մեկ անդամը, ինքը ինչ որ դեր ունի։ Եվ այս դերը, որ դու ունես, ես եւ դու ունենք, էսի մեր ցանկությամբ չի։ Հիմա կկարդամ Աստվածաշունչը, սա Սուրբ Հոգին է որոշում։ Եվ մենք չենք կարող ասել, չէ, ինձ ավելի շատ դուր է գալիս այն մեկի ծառայությունը։ Ես ուզում եմ այս պարգևները եւ ուզում եմ այս ծառայությունը։ Սուրբ Հոգին է բաշխում եւ նաեւ պարգևները։ Հիմա ինչ են պարգևները։ Պարգևները դրանք Սուրբ Հոգու օգնությունն են եկեղեցուն, իսկ եկեղեցին դա հավատացյալների ամբողջությունն է, այսինքն ցանկացած մեկին, այդ թվում նաև ինձ եւ քեզ, օգնություն, որպեսզի եկեղեցին աճի, հասունանա եւ Տեր Հիսուսի տեսիլքը եւ առաքելությունը իրագործի այս երկրի վրա։ Հիշում եք Տեր Հիսուսի տեսիլքն ու առաքելությունը շատ հստակ գրված է Ղուկասի ավետարան 19-ի 10-ում մարդու որդին եկել է կորածին փնտրելու եւ փրկելու համար։ Ահա Տեր Հիսուսի առաքելությունը կորածներին, այն մարդկանց, ովքեր կորսված են այս աշխարհում, ովքեր գնում են դեպի հավիտենական դժոխք, տանջանք, այս մարդկանց փրկելու, այսինքն մարդը ապրում է այս կյանքը ինքը չի պատկերացնում, որ այս կյանքից հետո կյանք կա։ Մարդը չի պատկերացնում, պատկերացրեք սենց մեքենան ինքնահոսի թողած գնում է ու այնքան հաճելի է մարդը սենց հանգիստ, ոչ գազ է տալիս, ոչ, չգիտեմ, ոչ արգելակում է, ոչ մի բան, ինքը հանգիստ սլանում է, բայց չգիտի, որ այդ ճանապարհի վերջում անդունդա։
այդպես այս աշխարհի մարդկանց կյանքն է, իրանք ապրում են, չգիտեն որ մանալուց հետո կանգնելու են դատաստանի եւ այդ դատաստանի ժամանակ Աստված իրանցից հարցնելու է, պահանջելու է, հաշիվ է պահանջելու։ Ինչպես վերաբերվեցիր իմ որդու Զոհին։ Եվ որպիսի այդ ժամանակ մարդը չասի, չգիտեմ, հիշում եք այն հարուստը, որ Տեր Հիսուսը պատմեց այս պատմությունը, հարուստը դժոխքի կրակների մեջ զղջում է, ասում է, ինչ անխելք մարդ է ես, որ այս ամենը չէի լսում, երբ որ ինձ զգուշացնում էին, գոնե եղբայրներս փրկվեն։ Որպեսզի այս վիճակը չլինի, Տեր Հիսուսը ինքը Աստված լինելով գրված է մարմին հագավ, եկավ, մարդկային տեսքով ապրեց այս երկրի վրա, որպեսզի մեզ զգուշացնի ինչա սպասվում մեզ։ Եվ ինչ անենք, որ հավիտենական տանջանքի փոխարեն մուտք գործենք հավիտենական երանություն։ Ահա Տեր Հիսուս, երբ որ խոսում է իր առաքելության մասին, ասում է. ես եկա, որպեսզի որոնեմ եւ ապրեսնեմ, կամ այստեղ գրված էր փնտրեմ եւ փրկեմ կորածին։ Ես սրա համար եմ եկել, որովհետեւ սիրում եմ մարդուն, որովհետեւ ինքը չի հասկանում, կարող է քո երեխան ինչ-որ բան անում, չի հասկանում, գնում է հոսանքի հետ խաղում է, չի հասկանում, բայց դու հասկանում ես, իրան զգուշացնում ես, որ սա քեզ կսպանի։ Եվ շատ խիստ կարող ես զգուշացնել եւ անգամ պատժել քո երեխային։ Եվ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որ ամեն նրան հավատացողը կյանք ունենա։ Հիմա ինչու այսքան երկար ասեցի, սա է եկեղեցու առաքելությունը։ Տեր Հիսուսը ասեց. ես հիմա համբարձվում եմ, գնում եմ հոր աջ կողմում նստեմ, բայց դուք, ովքեր հավատացել եք ինձ, դուք պիտի շարունակեք այս գործը, զգուշացնեք մարդկանց։ Գնաք ու վկայեք, որ այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել եմ, ճշմարտություն է, իրենց աշակերտ դարձնեք։ Ինչպես որ այս հանձնարարությունը կոչվում է մեծ հանձնարարական եւ գրված է Մատթեոսի ավետարան 28-րդ գլխի 18-ից 20 հատվածում։ Ուրեմն մենք եկեղեցին Քրիստոսին հավատացողներս մեկ մարմնի խորհրդանիշ ունենք եւ մարմնի մեջ ամեն անդամ ունի տարբեր գործառույթ եւ տարբեր պարգևներ։ Եվ Սուրբ Հոգին միշտ մեր կողքին է։ Նա հոգում է ամենը, ինչի կարիք ունենք Քրիստոսի մեջ հասունանալու եւ պտղաբեր կերպով նրան ծառայելու համար։ Գիտեք, տարբեր կարծիքներ կան, տարբեր տեսակետներ Սուրբ Հոգու պարգևների առումով։ Ոմանք ասում են, պարգևները այն ժամանակ են գործում, հիմա մենք դրա կարիքը չունենք։ Օրինակ, այսպիսի տեսակետ կա մարգարեության պարգևի առումով, որ քանի դեռ Աստվածաշունչը գրված չէր, մարգարեության կարիքը կար։ Հենց Աստվածաշունչը գրվեց, այլևս մարգարեության կարիք չկա, եւ մարդիկ մերժում են մարգարեությունները։ Օտար լեզուների պարգևի մասին կա այդպիսի տեսակետ, ասում են, այն ժամանակ, իհարկե սխալ են ասում, ես կկարդամ այդ հատվածը, բայց այսպես են ասում, այն ժամանակ Տեր Հիսուսը իր աշակերտներին ուղարկեց աշխարհի տարբեր երկրներ, եւ քանի որ լեզու չգիտեին, օտար լեզուների պարգևը գործում էր, եւ իրենք չիմանալով այդ լեզուն, խոսում էին այդ լեզվով եւ քարոզում էին։ Մենք կտեսնենք, որ այդպիսի բան գրած չի Աստվածաշնչում, եւ օտար լեզուների պարգևը բացարձակապես դրա համար չի։ Եվ մարգարեության պարգևն էլ Աստվածաշունչը փոխարինելու համար չէր։ Օրինակ Ագապոս անունով մի մարգարե կար, գրված է Գործք առաքելոցում, որ Ագապոսը եկավ եւ ասեց, որ սով է լինելու երկրում։ Նախորոք պատրաստվեք, սով է լինելու, սա ինչ կապ ունի Աստվածաշնչի հետ, բացարձակապես կապ չունի։ Մենք ունենք այսպիսի մարգարեների կարիք, որ գան ու զգուշացնեն, ասեն, լսեք, ասենք, այս ինչ բանն է նախատեսվում, եւ դուք եկեղեցի զգուշացեք, չգիտեմ, պաշար հավաքեք, կամ չգիտեմ, այստեղից տեղափոխվեք, կամ զորացեք, պատրաստվեք, այսինչ բանը, այսինչ օրը, այսինչ ամսաթվին լինելու է։ Եվ գալիս է ժամանակը, Աստվածաշունչը ասում է, ինչով կիմանաք սուտ մարգարեա, թե ճիշտ, երբ որ իր ասածը կատարվի։ Գալիս է ժամանակը ու կատարվում է եւ եկեղեցու համար շատ օգտակար է լինում այս ծառայությունը։ Գիտեք ինչ արեցին, երբ որ իմացան սովի մասին։ Սկսեցին պաշար հավաքել եւ ուղարկել Երուսաղեմի եկեղեցուն, որովհետեւ Երուսաղեմում սով էր լինելու։ Օգտակար էր թե օգտակար չէր։ Նախորոք պատրաստվեցին։ Եվ մենք տեսնում ենք, որ
Աստվածաշունչը որ եկավ, մարգարեության պարգևը, այսինքն եկավ որն Աստվածաշունչը ձևավորվեց դարեր հետո, հավաքվեց Աստվածաշնչի կանոնը, մենք դաս ունենք բիբլիոլոգիայի, որի մեջ մանրամասն խոսել ենք այս մասին։ Տեսանք, որ մարգարեության պարգևի կարևորությունը սրանից չնվազեց։ Իսկ լեզուները գրված է Աստծու հետ է խոսում մարդը եւ ոչ թե մարդկանց։ Եվ կխոսենք լեզուների մասին կկարդամ։ 3 խմբի են բաժանում, կա 3 խմբի են բաժանում պարգևները, կա 5 խմբի են բաժանում։ Օրինակ 3 խմբի բաժանողները ասում են, որ պարգևները Սուրբ Հոգու պարգևները առաջին եկեղեցիներ հիմնելու համար են, որ այդ հանձնարարությունը որ գնանք տարբեր տեղեր աշակերտներ բարձրացնենք, ինչպես պիտի բարձրացնենք, այստեղ ու այնտեղ եկեղեցիներ պիտի հիմնենք։ Կան պարգևներ, որ եկեղեցիներ հիմնելու համար են, կան պարգևներ, որ եկեղեցին ամրացնելու եւ հասունացնելու համար են, եւ նաեւ ծառայության ու ավետարանչության պարգևներ կան։ Ովքեր որ 5 մասի են բաժանվում, Սուրբ Հոգու պարգևները, օրինակ հաղորդակցման պարգևներ են ասում, այն որ խոսում ես, լավ, օրինակ ուսուցում, մարգարեություն, հորդոր, մխիթարանք, ավետարանչություն, սրանք հաղորդակցման պարգևներ են ասում, գործնական պարգևներ, օրինակ նվիրատվությունները, ողորմությունը, հյուրընկալությունը, օգնությունները, նշանների պարգևներ, բժշկություն, հրաշքներ, լեզուները նույնպես կարող են նշան լինել, գրված անհավատների համար նշան կլինի, ինչպես որ Պենտեկոստեի օրը տարբեր մարդիկ տարբեր երկրներից տեսնում էին ինչպես են այս գալիլեացիները, որ չեն կարող իրենց լեզուն իմանալ, խոսում իրենց լեզվով ու փառաբանում Աստծուն։ Իրենց չէին քարոզում, Աստծուն ուղղված փառաբանություններ, որ իրենք հասկանում էին, դա սա նշան է, եւ առաջին Կորինթացիս 14-ում ասում է, որ լեզուները կարող են նշան լինել անհավատների համար։ Առաջնորդական պարգևներ, օրինակ կառավարում, այդպիսի պարգև կա, առաջնորդություն, հովվություն, առաքյալ լինելը եւ զորացման պարգևներ, օրինակ հոգիների զանազանությունը, հավատքը, իմաստության խոսքը, գիտության խոսքը եւ այլն։ Մինչ Սուրբ Հոգու այդ թվարկման 9 պարգևները, որոնք առաջին Կորինթացիս 12-ի մեջ մենք երբ որ ասում ենք Սուրբ Հոգու պարգևները, միանգամից պատկերացնում ենք այդ 9 պարգևները։ Մինչ դրան անցնել, ես ուզում եմ ընթերցել Եփեսացիս 4 գլխից, Եփեսացիս 4 գլուխ 7-ից ընթերցենք, կտեսնենք, որ այն ինչի մասին, որ խոսում է Պողոս առաքյալը, նույնպես պարգև է։ Բայց մեզ յուրաքանչյուրիս Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. ելավ բարձունքները, գերիներ տարավ եւ մարդկանց պարգևներ տվեց։ Ինչ է նշանակում ելավ, եթե ոչ նախ երկրի ստորին կողմերը իջավ, այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ, եւ հետո շարունակության մեջ ասում է, որ որպիսի եկեղեցին ամուր լինի, եկեղեցին հասուն լինի եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ աճի դեպի Քրիստոսին նմանվելը։ Մենք երբեք չենք կարա Քրիստոսին նմանվելուն հասնենք, բայց Աստված ուզում է, որ մենք գնալով օրի վրա, ամիս ամսվա վրա ավելի ու ավելի նմանվենք Տեր Հիսուսին։ Եվ եթե կարդաք շարունակությունը, գրված է, որ սա է նպատակը այս պարգևների։ Հիմա առաքյալը, ովքեր են առաքյալները։ Մենք առաքյալ ասելով միանգամից պատկերացնում ենք 12 առաքյալներին, բայց Աստվածաշունչը, եթե լավ ընթերցենք, միայն 12-ը չէին, որ առաքյալներ էին։ Օրինակ 2 Կորինթացիս 8-ի 23-ում ընթերցում ենք. ինչ վերաբերվում է Տիտոսին, նա իմ ընկերն է ու ձեզ համար իմ գործակիցը։ Մեր եղբայրները եկեղեցիների առաքյալներ են։ Այսինքն
Տիտոսը եւ Տիտոսի հետ ծառայողները, որոնք շրջում էին Պողոսի հետ տարբեր, չգիտեմ, երկրներով, տարբեր վայրերով, իրենց առաքյալներ է կոչում Պողոս առաքյալը։ Ինքը առաքյալ էր, ինքը իր մասին խոսում է, ինքը 12-ից չէր, բայց առաքյալ էր եւ դրա մասին երկար ինքը բանավիճում է, որովհետեւ ոմանք իր առաքյալ լինելը չէին ընդունում, եւ այստեղ պաշտոնի մասին չի խոսքը։ Ինքը չէր ասում ես 12-ից հավակնում եմ, այդպիսի վարդապետություն կա, մարդիկ սովորացնում են, որ Հուդայի փոխարեն որ ընտրեցին, չպիտի ընտրեին, Պողոսը պիտի լիներ 12-րդը, բայց ով է ասում, որ առաքյալները 12-ով են սահմանափակված, կամ որտեղ է գրած ընդհանրապես, որ սխալ արեցին, որ ընտրեցին։ Դա ենթադրություններ են։ Եվ գիտեք, ամենամեծ մոլորությունները, ես չեմ ասում սա մոլորություն է, դա այդքան էական չի, ով այդպես է մտածում, թող մտածի ինձ չի խանգարում, բայց բոլոր մոլորությունները ծնվում են, երբ որ մենք Աստվածաշնչով հիմնավորելու փոխարեն սկսում ենք ենթադրել։ Տրամաբանությունը մոլորություն է ծնում, եթե Աստծո խոսքով չի հիմնավորվում։ Եվ օրինակ շարունակենք թեման, տեսնում ենք, որ նաև ոչ միայն տղամարդկանց են առաքյալ կոչում, կանանց անուններ էլ կան առաքյալների մեջ։ Եվ գոնե մեկը ես հիմա կկարդամ, Հռոմեացիս 16-րդ գլուխ 7-րդ խոսքում կարդում ենք. Ողջունեք Անդրոնիկոսին եւ Հունիային, իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են, որոնք ինձնից առաջ են Քրիստոսին պատկանել։ Այսինքն իրենից առաջ էին ապաշխարել Անդրոնիկոսը եւ Հունիան, եւ իրենց մասին խոսելուց ինքը ասում է առաքյալների մեջ երևելի, այո, երևելի են, առաքյալների մեջ երևելի են այս մարդիկ։ Հունյան կնոջ անունը։ Ինչ առաքյալ, ինչ առաքելական ծառայություն է։ Սա այնա որ Տերը ուղարկեց ու ասեց գնացեք ու աշակերտներ դարձրեք։ Առաքյալը այն մարդն է, ով գնում է ու եկեղեցի է հիմնում։ Պողոս առաքյալը առաքելական ծառայություններ անում։ Եկեղեցիներ հիմնելու ծառայությունն է կոչվում առաքելական ծառայություն։ Սա պաշտոն չի, սա ծառայություն է։ Եվ սա, ինչպես կարդացինք Եփեսացիս 4 գլխում, պարգև է։ Եթե մեկը ունի այդ ծառայությունը, այսինքն կանչվածությունը, ինքը պարգև է Սուրբ Հոգուց։ Մարդը չի կարա նայի Պողոսին կարդացի, ես էլ եմ ուզում, ու հելա գնացի եկեղեցի հիմնելու։ Դու ունես այդ պարգևը։ Դա պարգև է։ Երկրորդը մարգարեություն։ Գործք Առաքելոս 11:28-ում Ագապոսի պատմությունն է, խոսեցի սրա մասին, Գործ 21-ում եւս մեկ անգամ Ագապոսին տեսնում ենք, որ արդեն մարգարեանում է գալիս է Պողոս առաքյալի համար, մարգարեանում է, որ այս մարդը, ում պատկանում է այս գոտին, պիտի Երուսաղեմում բանտարկվի, ձերբակալվի եւ բանտարկվի։ Ինչու եմ ես այս օրինակը բերում, որովհետև մենք տեսնում ենք, որ մարգարեական ծառայությունը չի փոխարինում Աստվածաշունչին, եւ ոչ էլ Աստվածաշունչը, որ եկավ մարգարեական ծառայությունը դադարեց։ Սա Աստծուց վերցրած խոսք է։ Իհարկե մարգարեական ծառայության մասին հրաշալի հատված կա առաջին Կորինթացիս, որովհետև մենակ այսպես կանխասումը չի մարգարեություն։ Առաջին Կորինթացիս 14:3-ում մարգարեական ծառայության մասին ասվում է, որ մարգարեացողը մարդկանց հավատքն է ամրացնում, մխիթարություն եւ սփոփանք է խոսում։ Տիրոջից առնել մարդկանց փոխանցել, սա է մարգարեությունը։ Դե պիտի շատ զգույշ լինենք։ Դե մարգարեության համար գրված է նաեւ ոմանք մարգարեանան, ոմանք քննեն։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, հիմնականում քույրիկներն են դա անում, չգիտեմ ինչու է այդպես, բայց մեծ վտանգ եմ տեսնում։ Տիրոջից խոսք ունեմ քեզ համար։ Հենց մեկը քեզ ասում է Աստծուց բան եմ ստացել աղոթքիս մեջ, իմացի ինքը ասում է ուշադրություն, ես հիմա մարգարեանալու եմ։ Եվ երբ որ ինքը փոխանցում է քեզ ինչը որ ստացել է Տիրոջից, եւ դա չի համապատասխանում, դա իր երևակայության, իր բարի ցանկությունների կամ իր սխալ մտքերի արդյունքն էր, ինքը կոչվում է սուտ մարգարե։ Եվ մարդը պիտի շատ ուշադրի լինի այս խոսքերին, ես Տիրոջից խոսք ունեմ քեզ համար։
Աստված սրտիս մեջ դրեց, որ քեզ ասեմ հետևյալը։ Աստված քեզ զգուշացնում է, շատ ուշադիր պիտի լինես։ Երբեմն մարդիկ իրենց բարի ցանկությունները կամ դիմացինին կառավարելու հմտությունը փորձում են մարգարեական խոսքի միջոցով փոխանցել։ Միշտ կարող եք ասել, իսկ քո մարգարեությունը որևէ մեկը քննել է։ Եթե ոչ, ես կարող եմ չընդունել։ Եվ հանգիստ եղեք, առանց խղճի որևէ խայթի։ Գրված է, ով մարգարեանում է, եթե մեկը մարգարեանում է, մյուսները քննեն այդ մարգարեությունը։ Մյուսը ավետարանիչներ, այստեղ Գաղատացիս 1:8-9-ի զգուշացումն եմ ուզում անել, որ ավետարանչությունը գիտեք, դուրս են գալիս եւ բարի լուրն են փոխանցում, ավետարան, փրկության ավետարան։ Եվ Պողոս առաքյալն ասում է, նզովված լինի այն մարդը, ով ուրիշ ավետարան կփոխանցի։ Մենք բոլորս համաձայն ենք սրա հետ, բայց նայեք, փրկության ավետարանը, հիմա կարդամ, լավ, կարդամ առաջին Պետրոս 2:24-ը, որպեսզի մենք տեսնենք, որն է ճիշտ ավետարանը եւ որոնք են սուտ ավետարանները։ Հետևյալն է ճիշտ ավետարանը։ Նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Երկու բաժին։ Աստված այնքան սիրեց, որ իր որդուն զոհեց մեր մեղքերի համար։ Սա ավետարանի մի մասն է։ Եթե նրան հավատաս, փրկություն ունես։ Հիմա ինչով երևա դու հավատում ես թե ոչ։ Բոլորն էլ ասում են, գրեթե բոլորը հավատում են Հիսուսին։ Անկամ այն մարդը, որ գնում է գողություն անելու, գողությունից առաջ աղոթք կանում, ասում է, Տեր Աստված, այնպես արա չբռնվեմ, իրան էլ որ հարցնես, հավատում ես, կասի, այո, հավատում եմ։ Բայց ինչպես դու կարող ես իմանալ, դու իրոք հավատում ես թե ոչ, որն է ճիշտ ավետարանը։ Նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով, մատ էլ ասեմ, մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Մեր արձագանքը Աստծու սիրուն պիտի լինի սրբությունը։ Մենք պիտի մեղքի դեմ արյուն թափելու չափ պատերազմենք։ Հիմա ինչպես է մարդը փրկվում։ Մարդը փրկվում է, երբ որ հավատում է Աստծու որդուն կենթանի հավատքով եւ ոչ թե մեռած։ Իսկ գիտեք որն է կենթանի եւ մեռած հավատքի տարբերությունը։ Կենթանի հավատքը հաստատվում է գործերով, մեռած հավատքը գործեր չունի։ Փրկությունը միայն հավատքով է, ոչ թե գործերով։ Գործերը ցույց են տալիս, ոնց որ մարդը շնչում է, դու տեսնում ես ինքը մարմին կա, մարմին կա սառածը ու չի շնչում։ Մարմին կա, շնչում է ու ջերմ է, դուրսը -10 է, բայց ինքը 36.6 է։ Այստեղ կյանք կա։ Այդպիսի մարդիկ կան, որ ասում են հավատում ենք Աստծուն, բայց իր ասածները չեն պահում։ Գործեր չկա, մեռած է այս հավատքը։ Հիմա ասում են նզովված լինի այն մարդը, ով ուրիշ ավետարան կքարոզի։ Ով կգնա կասի արի եկեղեցի որ փրկվես, եկեղեցի գալով չկա փրկություն։ Զոհաբերություն տուր 10-րդ տուր որ փրկվես, 10-րդով ու զոհաբերությունով չկա փրկություն։ Արի մկրտվի որ փրկվես, մկրտությունով չկա փրկություն։ Փրկությունը միայն հավատքով է։ Նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Ահա ավետարանը։ Խաչյալ, հարուցյալ Քրիստոսի հանդեպ հավատքը։ Իհարկե շատ ուրիշ տեղերում էլ կա գրած, բայց ես ուզում եմ, որ մենք իմանանք ավետարանիչների պարգևը, մարդկանց գնալ եւ բարի լուրը փոխանցել, կա փրկություն հավիտենական տանջանքից եւ դա Քրիստոսի զոհի միջոցով է։ Հովիվներ։ Հովիվների մասին ես տեսնում եմ, որ պիտի արագացնեմ, որ հասցնեմ, արդեն հասա ուղիղ կեսին իմ ասած ժամանակի։ Հովիվների մասին շատ կա գրված, եկեղեցիներ կան, որ հովիվներ չեն ընդունում, այսինքն եկեղեցիներ չէ, ուղղություն կա, որ ասում են մենք հովիվ չենք ընդունում, բայց Տեր Հիսուսը գրած է ինքը դրեց հովիվներ։ Պարգևներից մեկը եկեղեցում դա հովվական ծառայությունն է, հովվության պարգևը։ Եվ օրինակ Գործք առաքելոց 20-28-ից 30-ում Պողոս առաքյալն ասում է, ես որ գնամ, ինձանից հետո ձեր միջից հափշտակող գայլեր են դուրս գալու, որոնք մարդկանց իրենց կողմ են քաշելու, փորձելու են եկեղեցին բաժանել այսպես կուսակցությունների, որոնք իրենց կողմ են քաշելու, փորձելու են իրենց կողմ քաշել, իրենց կողմ են 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 քաշել
Էսի իրանցնա, էսրանց քաշենք մեր կողմ։ Ինչքան շատ մարդ քաշենք մեր կողմ, այնքան ուժեղ կլինենք։ Սրանք փնովենք, սրանք բամբասենք, սրանք, եթե մարդը գնում է ու ինքը ուզում է համակիրներ շահի, գնում ասում է, էսի վատ քարոզիչ է, էսի սենց է, այնին հենց է, էսին հենց է, ստեր ասում, բամբասում է, իրեն քաշելու կողմ ինքը ըստ Պողոս առաքյալի հափշտակող գայլ է։ Եվ ասում է, հենց մեր մեջից են դուրս գալու։ Եվ գիտեք ինչ ասում, հովիվներին է ասում, ասում է ուշադիր եղեք, դուք հոտին գայլերից պաշտպանողն եք։ Տեր Հիսուս ասում էր, ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը, որ գայլին տեսնում է, գայլերի ոհմակը տեսնում է, չի թողում փախնում։ Ինքը իր կյանքն է դնում հանուն իր գառների։ Հովվական ծառայությունը, հովվության պարգևը, դա պաշտպանելու, խնամելու, սնուցելու, ինչ անում հովիվը։ Ջրերի մոտ է տանում, մարգագետիններ է տանում, հիվանդություններից է պաշտպանում, գիշատիչներից է պաշտպանում։ Սա հովվական ծառայությունն է։ Եվ նաև այս մասին գրված է 1 Պետրոս 5:1-4-ում, որտեղ ասում է. ստիպողաբար մի արեք դա, հոժարակամ դուք պիտի անեք։ Գիտեք, երբ որ մարդը իր պարգևի մեջ չի, իր համար ծանրություն է դառնում այդ ծառայությունը։ Տանջանք է։ Ոնց որ երաժշտական լսողություն չունեցող մեկին տանես ու ջութակ նվագել սովորացնես։ Մեկ տենց լինում ասում ես, մեղք չես երեխեն, հանեք տվեք սպորտի, ինչ եք, ինքուր, ջութակուր, այս տղեն պիտի ըմբշամարտը, չգիտեմ, չունի էսի։ Հիմա ինչ եք տանջում, այդպես մարդիկ, որ ձգտում են հովության մեջ փառք կա, գնանք հովիվ դառնանք։ Ավետարանի չեն իրենց էությամբ, իրենց խոսքից էլ է երևում ավետարանի չեն։ Հովվությունը ճնշելու է իրանց։ Եվ դու Սուրբ Հոգին պարգևները բաժանում է։ Ոչ թե դրածա մենք պիտի ընտրենք, դու ունես արդեն, դու պիտի բացահայտես ինչի մեջ է քեզ կանչել Աստված։ Եվ վերջին ուսուցիչներ։ Կան աստվածաբաններ, որ այս հովիվ ուսուցիչը իրար միացնում են, բայց ես Աստվածաշնչում տեսնում եմ առանձին ուսուցչական ծառայություն։ Օրինակ Ակյուղասի Պրիսկիղայի ծառայությունը, Ապողոսի ծառայությունը։ Սրանք ուսուցիչներ էին, որ պտտվում էին, վարդապետներ էին, իրենք հովիվներ չէին, իրենք ուսուցիչներ էին, որ գնում էին հատուկ ուսուցումներ էին փոխանցում եկեղեցիներում։ Հիմա գանք Սուրբ Հոգու 9 պարգևներին։ Առաջին Կորինթացիս 12-րդ գլխում ասա գրված, բացենք Աստվածաշունչը, առաջին Կորինթացիս 12-րդ գլուխ, չգիտեմ երկար կարդամ, թե կարճ, տեսնեմ ինչքան ժամանակ ունեմ, քիչ ժամանակ ունեմ, բայց պիտի արագ գնանք։ 4 խոսքից կարդամ։ Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն հոգին է։ Ով է պարգև տալիս։ Սուրբ Հոգին է պարգև տալիս։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Բայց ամեն մեկին հոգու հայտնությունը օգուտի համար է տրված, որովհետև մեկին հոգուց իմաստության խոսք է տրված։ Ես հիմա մի անգամից ասեմ, որի ինչա նշանակում, գնանք առաջ, լավ։ Իմաստության խոսքը, այն որ դու չգիտես, ելք ես փնտրում, կամ ինչ-որ մեկը եկել է քեզանից խորհուրդ է հարցնում, եւ դու չունես այդ իմաստությունը, չգիտես, բայց Սուրբ Հոգին քեզ հուշում է։ Սա կոչվում է իմաստության խոսք։ Սա այս պարգևը պատասխանում է ինչպես հարցին։ Ինչպես այս մարդը դուրս գա այս իրավիճակից։ Ինչպես վարվենք։ Չգիտենք, Տեր մենք չենք տեսնում։ Մեր եկեղեցու շինարարության մեջ մենք շատ անգամ ենք այս կարիքը ունեցել եւ չենք իմացել ինչ անենք։ Կար մի պահ, որ պիտի դատարան գնայինք եւ արդեն որոշել էինք, որ գնայինք դատարան, ելքը չէինք տեսնում, բայց դա միակ ելքն էր, որովհետեւ մեր հանդեպ անիրավություն էր գործվում, ակնհայտ։ Եվ անիրավության գործողն էլ ուղիղ խորհուրդ տվեց, ասեց, եթե ես ձեր իրավունքները խախտում եմ, կարող եք դիմել դատարան։ Ես էլ որոշեցի, որ գնանք վերականգնենք մեր արդար իրավունքը եւ Սուրբ Հոգին գերբնական կերպով հուշեց, ասեց դա չի ճանապարհը, ես ձեզ ցույց կտամ ճանապարհ։ Սա իմաստության խոսքն է։ Եվ ինքը իր եկեղեցու համար անում է դա։ Եվ փառք Աստծուն սրա համար։ Հաջորդը
մյուսին գիտության խոսք, նույն հոգու չափով, գիտության խոսքը նա ինչը դու չես կարող իմանալ, ոչ թե ինչ որ ինչպես հարցին է պատասխանում, այլ ինչ որ մեկը գալիս է քո մոտ, այդպես էլ է եղել, հիմա վայք եղբայրը այստեղ նստած է, ինչ որ մեկը եկել էր ու ինչ որ բան էր ասում, շատ լավ բան էր ասում, մենք չենք կարող իմանալ, որ այդ մարդը ուրիշ նպատակներ ունի, կամ չգիտեմ, չեմ ուզում շատ մանրամասներ ասել, որ ոչ մեկ ինչու վիրավորեմ, բայց Սուրբ Հոգին միանգամից հուշեց, ասեց զգույշ եղիր։ Եվ ես մի հատ հարց տվեցի, մի հատ խորհուրդ տվեցի, մի բան պահանջեցի ու միանգամից այս մարդը մեզանից հեռու մնաց։ Բայց ինչ իմացա ես, ինչ կարա իմանալ այդ մարդուն առաջին անգամ էի տեսնում, բացարձակապես չեմ ճանաչել, բայց մի բան, որ գիտության խոսքը գործում է, դու իմանում ես մի բան, որ չես կարող իմանալ բնական կերպով, դա Աստված գիտի եւ քեզ հուշում է։ Հաջորդին, գրված է հաջորդը, հավատք։ Հավատքը որպես պարգև, ոչ թե այն հավատքը, որով փրկվում ենք, որ բոլորս պետք է ունենանք, այլ հավատքը որպես պարգև։ Էլի կարող եմ օրինակներ բերել, բայց եղել են իրավիճակներ, որ այսպես բոլորս այնց տրտմած, չգիտենք ինչ անենք, ոնց անենք, մեկ էլ մեկը կանգնում է, ասում է մենք կարող ենք։ Իրա մոտ հավատքի պարգևն է դրսևորվում եւ ասում է կարող ենք, այն Աստված, որ մեզ հասցրեց մինչեւ այստեղ, այստեղից հետո էլ տանելու է, ինչ եք նստել։ Ելք չենք տեսնում, հետո ինչ ելք չենք տեսնում, քանի անգամ է եղել, որ ելք չենք տեսել։ Եվ ինքը ģերբնական ելք է ապահովել։ Հիմա որ հարցնես այդ մարդուն որտեղ է ելքը, կասի չգիտեմ, բայց ես հավատում եմ, որ Աստված ունի այդ ելքը։ Եվ ինքը հավատքի պարգևն է դրսևորվում այս մարդու մեջ, եւ մյուսներին էլ քաջալերում է։ Իհարկե հավատքի պարգևը շատ ուրիշ կերպերով կարա դրսևորվի, բայց մի օրինակ ես ասեցի։ Ուրիշին բժշկության շնոր, նույն հոգով։ Բժշկության շնորհը երևի բոլորը շատ լավ գիտեն, աղոթքով բժշկությունն է, որ աղոթում ենք եւ Աստված բժշկություն է անում։ Դա մենք չենք անում։ Ինչպես որ իմաստության խոսքը մեր իմաստությունը չի, գիտության խոսքը մեր գիտությունը չի, այնպես էլ բժշկության շնորհը մեր արժանիքը չի։ Դու չես կարող ասել ես բժշկեցի։ Աստված է բժշկում, դու ունես այդ շնորհը, բայց Աստված է բժշկում։ Իհարկե բժշկության շնորհ ունենալ չի նշանակում, քանի որ դու չես անում դա, ում ուզես, երբ ուզես կբժշկես։ Ոնց գալիս են ասում բժշկության շնորհ ունես, այն մեկն էլ ասում է այո, դե բժշկի։ Ես չեմ որոշում, երբ այդ շնորհը գործում իմ մեջ։ Տերն է որոշում։ Հաջորդը զորությունների ներգործություններ կամ այս մյուս թարգմանության մեջ զորավոր գործեր, օրինակ հիշում եք Եղիմաս Մոգին։ Եղիմաս Մոգը խանգարում էր Պողոս առաքյալի ավետարանչությանը եւ Պողոսը մի պահ զայրացավ ու ասեց հիմա դու կկուրանաս եւ ինքը կուրացավ։ Սա զորություն էր, որ գործեց։ Ինքը ոչ բժշկություն էր, ոչ չգիտեմ ինչ, ինքը զորություն էր, որ գործեց։ Հրաշք էր։ Հաջորդը 6-րդը մարգարեություն, մարգարեության մասին արդեն խոսեցինք բավականին շատ, 7-րդը հոգիների զանազանություն, սա շատ կարևոր է։ Օրինակ մարգարեությունները քննողը պիտի հոգիների զանազանության պարգև ունենա։ Ինչպես ես դու քննելու, ոնց կիմանաս այս մարգարեությունը տիրոջից է թե տիրոջից չի, կամ մարդկանց շարժառիթները հասկանալի, երբեմն դու ģերբնական կերպով հասկանում ես կեղծ ու ուղիղ հավատացյալների տարբերությունը, բայց ոչ մի բան արտաքինից չի հուշում դա։ Ուղղակի Սուրբ Հոգին քեզ այս պարգևը հոգիների զանազանության պարգևը կարծես այնպես անում, որ քո միջոցով գործի, քո մեջ գործի։ Լեզուներ։ Եկանք լեզուներին հասանք, այլ եւ այլ լեզուներ կամ օտար լեզուներ։ Խոստացա, որ կարդալու եմ, ճիշտ է։ Առաջին Կորինթացիներ 14:2-ում գրված է լեզուներ խոսողը մարդկանց հետ չի խոսում։ Ժողովուրդ գրված է պարզ լեզուներ խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու։ Անկամ Պենտեկոստեի օրը, երբ որ մարդիկ լսում էին, կարա լեզուներ խոսելը նշան լինի, իհարկե կարա։ Կարան լսեն մարդիկ ու հասկանան, իհարկե կարան։ Բայց իրենք, եթե ուշադիր նայեք, գրված է Աստծու մեծամեծ բաներն են խոսում։
քարոզ չէին անում։ Ես չգիտեմ, այնքան եմ ես, օրինակ, ասենց իմ համար եկեղեցիների անուն չտամ, եկեղեցիների մի խումբ կա հարամվանություն, որ Աստծո խոսքի նախանձավորներ են, շատ եմ սիրում իրենց, բայց այս լեզուների պարգևը չեն ընդունում։ Ու այս Աստծո խոսքի նախանձավորները, որ մնացած բոլոր տեղերում վարդապետության չեմպիոններ են, չգիտես ինչու, ասում են, որ լեզուները ուրիշ մարդկանց քարոզելու համար էր։ Ոչ մի տեղ այդպիսի բան գրած չի, հակառակը կարդամ։ Լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո, քանի որ ոչ ոք չի հասկանում, նա հոգով ներշնչված խորհուրդներ է հայտնում։ Լեզվով խոսողը ինքն իրեն է ամրացնում։ Քանի որ մենք չենք հասկանում ինչ ենք խոսում, մենք խոսում ենք հոգու առաջնորդությամբ հենց այն, ինչը մեզ պետք է հոգևոր ամրության համար։ Իսկ մարգարեացողը եկեղեցին։ Այստեղ գրված չի, որ գնում են ուրիշ քաղաքներ, գյուղեր, օտար երկրներ, ասում է լեզուներ խոսողը ինքն իրեն է ամրացնում։ Եվ 5-րդ խոսքում ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներ խոսեք, բայց առավել եւս որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողը ավելի մեծ է, քան լեզուներ խոսացողը։ Բայց որ մարգարեացողը ավելի մեծ է, քան լեզուներ խոսացողը, նշանակում է լեզուները դնում ենք մի կողմ, ասում ենք էլ չկա լեզուները։ Չէ, բայց խոսքը չենք տեսնում, ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներ խոսեք, որովհետև դա անձի հոգևոր շինության համար է։ Եթե կուզեք շարունակեք կարդալը, շատ հետաքրքիր է այս թեման, ես իմ մոտ նշել եմ 4-ից 6 խոսքերը, 13-ից 19 խոսքերը, օրինակ եկեղեցում խոսելու մասին, ասում ավելի լավ է եկեղեցում 5 խոսք ասեմ, որ իմ եւ միտքը հասկանա եւ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր լեզուներով։ Ինչ օգուտ է, եթե լեզուները Աստծո հետ ես խոսում ու քո անձի շինության համար է, եկեղեցում ինչ օգուտ ես տալու, երբ որ այստեղից ես կանգնեմ, ոչ թե խոսեմ այս պատգամը կամ ուսուցումը, այլ սկսեմ լեզուներով խոսել, դուք էլ նայեք, Պողոս առաքյալն ասում է, քեզ ոնց ասեն ամեն, երբ որ չեն հասկանում ինչ ես խոսում։ Բայց հետո ասում է, խոսիր լեզուներով, քո համար առանձին, երբ որ դու Տիրոջ հետ ես, դա Աստծո համար է, դա մարդկանց համար չի։ Աղոթեմ հոգով, աղոթեմ մտքով, Սաղմոս երգեմ հոգով, Սաղմոս երգեմ մտքով։ Այսինքն անգամ լեզուներով կարելի է փառաբանել Տիրոջը։ Հենց այսպես է գրված։ Մենք չենք հասկանում, ինչ ես խոսում, չեմ հասկանում։ Բա որ հանկարծ բադ բան խոսես, հիշում եք Տեր Հիսուսի ինչ էր ասում է, դուք հայր լինելով ձեր որդիներին, երբ որ ինքը ձեզանից հաց խնդրի, քար կտակ, կամ կարիճ ու օծ կտակ, չէ, այդպես էլ հայրը իր հոգին կտա։ Այդ մի լսեք YouTube-ի բամբասանքները, որ մարդիկ էլ չգիտեն, այդ չարությունը կուտակվել է, չգիտեն ոնց անեն, սկսում են այսպիսի վիդեոներ նկարել, որ վախացնեն մարդկանց, հետ պահեն։ Կա Աստվածաշունչ, մենք վստահում ենք Աստվածաշնչին։ Հաջորդ պարգևը թարգմանության պարգևն է։ Այստեղ հենց այստեղ է գրած 23-ից նաև 33-ն եմ գրել, որտեղ լեզուների խոսալն է կարգավորվում, վերջում ասում է, որ նաև թարգմանություն, աղոթեք, եթե լեզուներ եք խոսում, աղոթեք նաև որ թարգմանության պարգևը տրվի։ Այստեղ ընդհանրապես փլուզվում է օտար երկրներում լեզուներով պարգևը, լեզուների պարգևով քարոզելու այդ վարդապետությունը փլուզվում է, որովհետև բա թարգմանության պարգևը ինչ է։ Եթե մարդը հասկանում էր, չէ, գնում էր, ասենք, եկավ Հայաստան, հրյա էր, Բարթուղիմեոս առաքյալ եկավ Հայաստան, ենթադրենք, այդ ասածը ճիշտ է, ինքը սկսեց օտար լեզուներով խոսել, իր համար օտար լեզուն հայերենն էր, խոսեց, մենք էլ հասկացանք, ապաշխարեցինք, այլ թարգմանության պարգևի ինչ կարիք կա։ Չկա թարգմանության պարգևի կարիք, որտեղ ինքը խոսում է, մենք հասկանում ենք, բայց այստեղ գրված է, ոչ թարգմանության պարգևը քեզ համար հասկանալի է դարձնում այն, ինչ որ օտար լեզուներով խոսվում է, եւ եթե կա թարգմանության պարգև, դու կարող ես կանգնել եկեղեցում օտար լեզվով խոսել, եւ ինչ որ մեկն էլ թարգմանի, սա կլինի մարգարեության պարգևի պես շինություն եկեղեցում։ Եվ դա գրված առաջին Կորինթացիս 14-րդ գլխում։ Եվ սրանք հրաշալի պարգևներ են։ Պատկերացրեք այս պարգևները, մենք պիտի նախանձավոր լինենք։ Եվ այս պարգևները Սուրբ Հոգու հետ մտերմությունից, գիտեք, մենք պիտի հասունանանք, որ Աստված վստահի մեզ այս պարգևները։
որ մենք մեր շահի համար չօգտագործենք, այստեղ բոլորը գրված է, որ բացի լեզուների պարգևից մնացած բոլոր պարգևները եկեղեցու շինության համար են։ Եվ պարգևներ կա, որ դու քեզ մեջտեղից ճղես, այստեղ եկեղեցու ներսում չի գործի, բայց որ գնաս այցելության, գնաս ավետարանչության, այդ պարգևները կսկսեն գործել։ Որտեվ պարգևներ կան, ինչպես են դասակարգումը, պարգևներ կան եկեղեցիներ հիմնելու համար են։ Եկեղեցիները բազմամարդ դարձնելու համար չեն։ Այդ պարգևը Սուրբ Հոգին երբեք չի տա քեզ։ Ինչքան էլ աղաչես։ Պարգևներ կան ավետարանչության համար են, ոչ թե քո եկեղեցու YouTube-յան ալիքի դիտումները շատացնելու համար։ Մեջտեղից ճղվես էլ Սուրբ Հոգին չի տա այդ պարգևը։ Ամեն պարգև իր նպատակ ունի, եւ մենք եթե մտնենք Տիրոջ նպատակի մեջ, ես հավատում եմ, որ պարգևները գործելու են։ Ես հավատում եմ։ Ինձ մնաց 5 րոպե, պիտի արագացնեմ։ Առաջին Կորինթացիս 12-ում 12-ի 28-ում մի քանի պարգև եւս կրկնում է նախ առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ, բայց նաեւ այստեղ կա հրաշագործներ, այսինքն հրաշքներ գործողներ, հիշում եք այդ զորությունները, որ գործում էին։ Օգնողներ, կառավարիչներ, եկեղեցում հասկանում ենք, որ իսկական մարմին է սա։ Պետք են մարդիկ, որ կառավարիչներ լինեն, պետք են մարդիկ, որ կազմակերպեն եկեղեցու ընթացքը։ Օգնողներ են պետք, որ ֆինանսապես աջակցեն եկեղեցուն։ Սա առանձին պարգև է։ Եվ նաև լեզուներ խոսողները կան այստեղ։ Եվ եւս մեկ թվարկում կա Հռոմեացիս 12-ում 4-ից 8-ը կարդամ։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք եւ այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին են Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ։ Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է։ Եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործած։ Եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի։ Մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի։ Հորդորող է։ Սա մխիթարանքն է։ Սա առանձին պարգև է։ Եկեղեցում կարող է մարդ կա միայն այցելությունների ծառայողը։ Տեսնում է ով է տկարացել հավատքի մեջ։ Երանի մեր եկեղեցում էլ այսպիսի ծառայողներ բարձրանան։ Որտեվ հիմնականում բոլորը ակնկալում են, որ հովիվը բոլորին պիտի հիշի, բայց եկեղեցին, որ մի քիչ մեծանում է, հովիվը ֆիզիկապես չի կարա։ Բայց եթե հորդորողներ լինեն, մխիթարողներ լինեն, իրենց ծառայությունը երկուշաբթից մինչև շաբաթ մտածեն մեր ազատ ժամանակը, ցուցակ տուր ինձ հովիվ ջան։ Ես ուզում եմ այցելեմ մեր եկեղեցու անդամներին, քաջալերեմ, զորացնեմ։ Ես ունեմ այդ պարգևը, եւ եթե իսկականից ունի այդ պարգևը, ուղարկում ենք ծառայության։ Հորդորող է հորդորանքի մեջ, բաշխող է զվարթությամբ, ուրախությամբ։ Այս բաշխողը հենց ֆինանսապես աջակցողն է։ Հիշում եք Տեր Հիսուսի ծառայությանը, հարուստ կանայք կային, որոնք աջակցում էին ֆինանսապես։ Իրանք հարուստների կանայք էին, չէին կարողանում իր հետ շրջեին քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բայց աջակցում էին այդ ծառայությանը։ Ասում է թող ուրախությամբ անեն։ Վերակացու է կարգված ջանասիրությամբ, ողորմած է ուրախությամբ։ Ահա ինչպիսի հրաշալի պարգևներ է տվել Սուրբ Հոգին եկեղեցուն։ Եվ առաջին Պետրոս 4 գլխում այստեղ պարգևներ չեն, բայց պարգևների կիրառության մասին կա գրած 4 գլխի 8-ից 11-ում գրված է, որ ամեն ինչից առավել միմյանց հանդեպ ջերմ սեր ունեցեք։ Այս 12-ն ու 14-ը առաջին Կորինթացիս որ կարդացինք 13-ը սիրո գլուխ են ասում, ասում է եթե սեր չունես, ինչ պարգև ուզում ես ունեցի, դատարկ զրնգոցի պես է քո պարգևը։ Սեր պիտի ունենաս։ Ամեն ինչից առավել միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Հյուրասեր եղեք առանց տրտնջալու։ Հյուրից հետո մի ասեք ու էլի հյուր եկավ կամ հյուրից առաջ հազիվ հանգստացել էի, այս մարդն էլ զանգեց ասես գալիս է ձեր տուն, գալիս եմ ձեր տուն։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, իրար մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Խոսում է մեկը,
Աստծո խոսքի պես լինի, մատակարարում է, թող լինի զորությունից։ Աստված շնորհում է, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Պարգևները Քրիստոսին փառավորելու համար են, պարգևները մեր փառքի համար չեն, պարգևները եկեղեցու համար են, պարգևները Քրիստոսի առաքելության եւ Քրիստոսի տեսիլքն իրականացնելու համար են, կորածին որոնելու եւ ապրեցնելու համար են։ Ահա Սուրբ Հոգու պարգևների իմաստն ու նպատակը, եւ սրանք գերբնական զորավոր պարգևներ են։ Եվ ես հավատում եմ, որ Աստված իհարկե ասում է նախանձավոր եղեք լավագույն պարգևներին, բայց ես հավատում եմ, որ Աստված փնտրում է մարդիկ, որոնք բավականաչափ վստահելի կլինեն, որ ինքը իր այս զորավոր պարգևները վստահի, որ իր գործի համար, եկեղեցու համար, կորսվածների փրկության համար օգտակար լինեն։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Տեր, գոհանում ենք քեզանից եւ շնորհակալ ենք այս պարգևների համար եւ խնդրում ենք Տեր, միայն մեկ բան եմ խնդրում այս աղոթքի մեջ, որ ամեն այս դասը լսողին մեզնից սկսած առաջնորդես, զորացնես, հասունացնես եւ քեզ համար վստահելի մեկը դարձնես, որ քո պարգևները վստահես, ինչպես դու ես կամենում, ում դու ես կամենում, որ պարգևը որ դու ես կամենում, եւ այս ամենը Քրիստոսի փառքի եւ քո արքայության առաջընթացի համար լինի։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։